Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը լուսաբանելիս ոստիկանների բռնություններից տուժած 24 լրագրողներից 6-ը մինչ այսօր չի հարցաքննվել։ Առ այսօր 10 լրագրողի է տրվել տուժողի կարգավիճակ։ Իմ հիշողության մեջ շատ քիչ է եղել կամ համարյա չկա այնպիսի դեպք, չեմ հիշում դեպք, որ ոստիկանության, անվտանգության կամ որևէ այլ ծառայության պետական բաներ խառնված լինեն լրատվամիջոցների դեմ կատարված բռնություններին ու այդ գործը բացահայտվի ու հասնի դատարան։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հատուկ քննչական ծառայության հետ նամակագրական կապի մեջ է։ Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է ոստիկանության բարձրաստիճան սպաների գործոնը։ Հատուկ քննչականը բնականաբար չի ցանկանում դատարան ուղարկել թեկուզ գեներալ Աշոտ Կարապետյանին, ով միարժեքորեն մեղսակից է այս հանցագործության մեջ, որովհետև առնվազն ժամը ինքն է որոշել։ Տեղում են եղել այլ գեներալներ, հա, Լևոն Երանոսյանը, Հունան Պողոսյանը։ Ոստիկանության, չգիտեմ, կապիտանը չի կարող որոշել, որ ջրանետ օգտագործեն։ Դանիել Իոաննիսյանը այնուամենայնիվ մտնում է քննիչների դրության մեջ։ Հատուկ քննչական ծառայության քննիչը չի կարող փաստացի գեներալին քրեական պատասխանատվության կանչել։ Գեներալին պատասխանատվության կանչելու համար պետք է Բաղրամյան 26-ի թույլտվությունը, որը բնականաբար չկա։ Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է ստեղծել քննչական խումբ, բայց հասարակական կազմակերպության տվյալներով քրեական գործը դեռևս քննում է մեկ քննիչ։ Ցուցարարների դեմ հարուցված քրեական գործով, որտեղ առավելագույն սանկցիան ընդամենը 50,000 դրամ տուգանքն է, հա, խուլիգանության առաջի մասով։ Քննչական խումբը 53 քննիչից է բաղկացած։ 53 քննիչ վարում են քրեական գործ, որ պարզեն, թե այդ որ ցուցարարն է կատարել հանցագործություն, որի համար կարող են մաքսիմում 50,000 դրամ տուգանեն, հա? Եվ երբ իրականում այդ հանցագործությունը չի եղել, բայց դա չի կարևոր։ Իսկ այստեղ, երբ որ խոսքը գնում է ծանր հանցագործությունների մասին, որոնց համար մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսվում քրեական օրենսգրքով, հա, եւ երբ ակնհայտ եւ երբ արդեն կան տասնյակից ավել տուժողներ, երբ ակնհայտ է որ կան հարյուրավոր վկաներ, ահռելի աշխատանք պետք է կատարվի, գործը մի քննիչ է քննում։ Միայն սա բավարար է, որպեսզի մենք ասենք, որ իշխանությունները չեն ցանկանում այս քրեական գործը ուրեմն բացահայտել։ Քանի քննիչ է վարում այս գործը, հարցաքննվել են արդյոք գործով ներգրաված ոստիկանները, առերեսում լրագրողների եւ ոստիկանների միջև տեղի ունեցել է, թե ոչ։ Նախնական քննության այս փուլում քրեական գործին վերաբերող այլ տեղեկություններ հրապարակել չենք կարող։ Նախաքննության ընթացքը հույժ գաղտնի պահելը ըստ Դանիել Իոաննիսյանի անտրամաբանական է։ Նախնական քննության գաղտնիքը պետք է հիմնավորվի, այսինքն պետք է հիմնավորվի, որ դրա հրապարակումը կարող է վնասել նախաքննության շահերին։ Հատուկ քննչական ծառայությունը դա չի պնդում։